Առայժմ կներեք, ինչ ուզում եք ասեք, անգամ եթե խաղաղությունը կնքվի, մենք չունենք լիակատար վստահությունը։ Այդ վստահությունը պետք է կառուցվի, չէ՞, 10 Բնականաբար։ Հա, ես առաջարկելու եմ եւ մենք անպայման գնելու ենք մեր նախընտրական ծրագրում հետեւյալ բանը, որ մենք նաեւ ոնց որ ասենք ամերիկացի կունեն, չէ, most favored nation status, այսինքն բարեկամ երկրի ստատուս։ Այսինքն երբ որ Ամերիկան շնորհում է այդ ստատուսը որևէ երկրի, դա նշանակում է այդ երկիրը ունի հատուկ առավելություններ։ Նրա քաղաքացիները, investment-ի, չգիտեմ ինչի, բանի եւ այլն։ Մենք պետք է նույն բանը մեր օրենսդրության մեջ մտցնենք, այսինքն մենք պետք է ունենանք բարեկամ երկրների, հա, նախասիրելի կամ բարեկամ երկրների ստատուսը, որը կարելի է տալ օրինակի համար Ֆրանսիային, միգուցե Իրանին, Վրաստանին։ Իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում մենք պետք է հապաղենք։ Ինչու՞։ Զգուշ պետք է։ Պետք է զգուշ լինենք։ Մենք պետք է պայմանավորենք այդ ստատուսի տրամադրումը, շնորհումը, ինչ որ քայլերով իրանց կողմից։ Եվ գառուցվող վստահությամբ, որ ասեք։ Մենք ճանապարհային քարտեզ պետք է կառուցենք։ Պետք է ասենք, շատ լավ, խաղաղության մեջ ենք, ճանապարհները բացված են, բայց այս առավելությունը Թուրքիա ու Ադրբեջան դուք կստանաք, եթե մենք տեսնենք հետևողական քայլեր վստահության վերականգնման, մեր շահերի պաշտպանության, նույն Ադրբեջանում եւ Թուրքիայում, այսինքն մենք պետք է ճանապարհ անցնենք վստահության կառուցման, confidence building-ի։